Այսօր արդեն 10-րդ օրն է այս պատերազմի դեկադան, հա, առաջին եւ պարզա որ առաջին ու վերջինը չէ, պատերազմը շարունակվելու է, ձեռք է բերել արդեն իր տրամաբանությունը, ձեռք է բերել իր իներցիան, այնտեղ բավականին ուշագրավ պատմական process-ներ են տեղի ունենում։ Կցանկանայի որ մի այսպես կարճ անդրադարձով 2-3 րոպեանոց յուրաքանչյուրս ուղղակի մեր պատկերացումը տանք, որովհետև մենք հասկանում ենք պետական մեդիայով, որը անդրադառնում է սրան, իհարկե տուրք է տրվում նաև Հայաստանի այն սպառնալիքներին, որ կա եւ այնպես չէ, որ իրերը կոչվում է իրենց անուններով միշտ։ Մենք քանի որ այս իմաստով, բայց նույն պատկերացումներն ունենալով, այնուամենայնիվ կաշկանդված չենք իրերը կոչելու իրենց անուններով, Լիլիթ համոզեք։ Ես խաղաղության հետ կապված, խաղաղություն միայնակ չի լինում, տանգոյի համար երկու հոգի է պետք։ Ես հուսով եմ Ադրբեջանի ղեկավարը ետ կկանգնի նախապայմաններով Հայաստանի հետ խոսելու իր քաղաքականությունից, քանի որ սահմանների բացումը կարծում նաև Ադրբեջանի շահերից է բխում, ես չգիտեմ Ալիևը ինքը ինչ նպատակներ է հետապնդում։ Ճիշտ է, առավել ևս այս պատերազմի։ Այո, եւ այդպես մենք պետք է հասկանանք, որ խաղաղություն միայն ընտրությունից հետո չի, հետո հանրաքվեի թեմա է գալիս եւ այլն եւ այլն։ Եվ մի կարևոր նկատառում, եթե կտակ Եվրոքվեի հետ կապված եւ Եվրամիության ճանապարհի աջակցողների դա իշխանության սխալն է, որովհետեւ ես մարդկանց հետ շփվում եմ, իրենք չեն հասկանում ինչ է նշանակում Եվրամիության ճանապարհ։ Իշխանություններին հարց է տալի, ասում են մենք հենց վաղը ուզում ենք դառնալ անդամ։ Հաջորդ 10 լուսին ասում են մենք չենք կարող դառնալ անդամ, մեզ չեն սպասում։ Այսինքն սա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է, որ Հայաստանի այո, անհետևողական են ապօրինի գույքի, Քոչարյանի գույքի հետ կապված գալիս են նույն ձեր նշած անձրոջը օրական մեզ է մեղադրում, թե մենք ինչի չենք Քոչարյանի գույքը բերում եւ ես հուսով եմ արհեստականորեն շեշտադրում չի կատարվի այլ նոր ընդդիմության վրա, որովհետեւ այս քարոզչությունը, որ իրենք տանում են, գուցե առանց հասկանալու նոր ուժեր է ստեղծում, որոնք մեկ ամիս առաջ որևէ ճանաչողություն չունեին, այսինքն ես հուսով եմ, սա հատուկ չի արվում։ Ինչ վերաբերում է Իրանին, այստեղ մենք կարճաժամկետ, երկարաժամկետ սցենարները պիտի նայենք, ես կարծում եմ առավել հավանական է որ Տրամպը հասկանալու, տեսնելով, որ սոցհարցումներով աջակցություն չի վայելում ԱՄՆ ներսում այս հարվածները, գիտեք, ես ինքս Տրամպի կողմնակից չեմ շատ հարցերում, բայց ես ուզում եմ հասկանալ, կան ուժեր ներսում, որոնք նախագահային քննադատում են, ասում են չի կարելի, դու խախտում ես միջազգային իրավունքը, բայց միջազգային իրավունքի խախտում է նաև տերորիզմը ֆինանսավորելը։ Միջազգային իրավունքի խախտում է ուրեմն Հեզբոլլահին դարձնել այսպես նայող շատ ներողություն Լիբանանում եւ մի ամբողջ երկիր պահել կոլապսի մեջ։ Միջազգային իրավունքի խախտում է Ուկրաինայի տարածքի վրա հարձակումները, օգնել շահեդներով, որպեսզի Ռուսաստանը հարձակվի։ Այստեղ միջազգային իրավունքից մենք չենք կարող հիմա երկար բանավիճել, բայց վատագույն սցենար կլինի, եթե իշխանություն չփոխվի Իրանում, Տրամպը ասի, որ հասել է իր նպատակներին, օրինակ, ինչպես 12-օրյա պատերազմի ժամանակ վերադառնա ներքին խնդիրներին կամ Կուբայի ուղղությամբ որևէ գործողություն իրականացնի, այս ռեժիմը կաղապարվի։ Սա Հայաստանի համար շատ բացասական է, որովհետև այնտեղ ավելի այդ 3+3 մեռելածին հարթակին արդեն կմոտենա, Ռուսաստանն այստեղ ագիտացիան կանի, մեր ընդդիմությունը դե միշտ այստեղ մտքի գիգանտներ կան, որոնք կարծում են, որ կարելի է վերցնել հեռախոսը, զանգահարել Տրամպին, ասել կանգնի, ստոպ, մենք չենք ասի ոնց ասես, այո, Տրամպն էլ ասի ոնց ասես, դե իրենք ուժեղ տղաներով իբրև թե կիսում են աշխարհը, այսինքն ես երբեմն այնպիսի բաներ եմ լսում, որ անհասկանալի է, կամ Հայաստանը ինչ պիտի անի։ Ոչ գիտական ֆանտաստիկայի դա Օրբանի այստեղի աջակիցներն են եւ եթե դրական սցենարի դեպքում ներսից կտեղի կունենան փոփոխություններ, ես տեսա որ Փեզեշկյանի դեմ ուժեղ հակակարողություն է Իրանում տեղի ունենում, այստեղ պահապանների կորպուսին պետք է առանձնացնենք։ Այս հոգեվոր առաջնորդի տեխնայության վերաբերյալ կային տարակարծություններ, Լարիջանին էլ էր իր եղբորը ուզում այսպես առաջ տանել, Ռոհանին էր ռեֆորմիստների կողմից ուզում առաջադրվել։ Ես կարծում եմ որ նույնիսկ եթե դադարի պատերազմական գործողությունները հետո Իրանում սկսելու են process-ներ։ Հուսով եմ դա սեպարատ process-ներ չեն լինի քրդերի, բելուջիների տեսքով, ադրբեջանցի, իդեպ այստեղ մի հետարքիր բան կա։ Ես չգիտեմ որքանով կա կապ ադրբեջանախոս, այսինքն իրենք ուղղակի խոսում են ադրբեջաներեն, թուրքերեն, բայց կապ չունեն Ադրբեջանի իշխանությունների հետ, ագիտացիա տարվում է թե ոչ, թե իրենք հատուկ այսպես տարեր են, որոնք կարող են ինչ-ինչ գործողությունների դեպքում միանալ օրինակ Ադրբեջան։ Հետո գիտեք Ադրբեջանը Նախիջևան
բնավ լուրջ խնդիր ունի այն առումով, որ Իրանը 50%-ից ավել ազդեցություն ունի ժողովրդի շրջանում, պրո-իրանական են, գազը ստանում են Իրանից, այսինքն հենց հարվածը Նախիջևանի ուղղությամբ էր։ Իդեպ հետաքրքիր է, որ Ադրբեջանը խոսում է տերորիստական, ուրեմն ինչ-որ գործողությունների մասին, այսինքն Իրանը ասիմետրիկ է պատասխանում, պարզ է, որ կոնվենցիոնալ մակարդակում Իրանը նույնիսկ Իսրայելի դեմ չի կարող պայքարել, ամբողջ հոպը, շնորհիվ ռուսական հոպ համակարգերի ոչնչացված է, բայց այստեղ ասիմետրիկ է, ինչ են անում, փորձում են արաբական երկրներին վախեցնել, ջրի խնդիրներ կստեղծեն ձեզ համար, դե իրենք էլ կորցնելու բան չունեն, Իրանը, ինչպես մենք խոսել ենք, նաև շատ արդեն հուսահատ քայլեր է կատարում, նույնիսկ Իսրայելի դեմ վատ է ավարտվելու Իրանի համար, բայց ճանապարհին նա բոլորին է, որ ասում է ինձնից հետո թեկուզ գոմս վառվում է թողտունը։ Այո, ջրերը, այստեղ արաբական երկրների տեսակետը շատ կարևոր է, եթե նրանք միանան կոալիցիային, սա շանս չի թողի նաև Իրանի ռեժիմի համար, իսկ եթե լինեն ձայներ Բահրեյնում, որ չէ կանգնիր Ամերիկայից ինչ ես անում, Եվրոպան չէ մասնատված է, Ֆրանսիան քննադատում է, Գերմանիան ասում է ճիշտ է, Մեծ Բրիտանիայում ինչ-որ եւ այնտեղ իշխող կուսակցություն շատ բարդ դիրքերում է, ռեֆորմիստերի կուսակցությունը, որը պրո-ռուսական կարելի է անվանել, իդեպ Ռուսաստանը քարոզչություն ոչ միայն Հայաստանում է իրականացնում, Օրբաններ, Ֆիցոներ, Բաբիշներ, ռեֆորմիստներ Մեծ Բրիտանիայում, Լիպեններ Ֆրանսիայում, այսինքն դա Չինաստանի իհարկե նաև օգնությամբ, նրանք փոխում են տեսակետները, ԱՄՆ-ում էլ, եթե մենք նայում ենք ցուցարանին, Մամդանի Նյու Յորքում, չէ, Պաղեստին, պետություն եւ այլն, այսինքն ԱՄՆ-ում էլ Տրամպը հիմա մեծ ճնշումների ներքո է գտնում, հատկապես Սի հետ հանդիպումից, այո, առաջ այդ ցախակողմյան, այսպես ասած, որոնք ԱՄՆ-ին մեղադրում են իմպերիալիստական ինչ-որ նկարտումներ, բայց հետաքրքիր է, որ Ռուսաստանին չեն մեղադրում։ Մենք տեսնում ենք Մագայում արդեն շերտավորումներ, մեր այստեղի ուրեմն Տակեր Կարլսոնի երկրպագուները տեսնում են, որ Տրամպը ասաց, ես դուրս եմ շպրտել, կներեք էսպես, thrown away, ուրեմն Տակեր Կարլսոնին Մագայից, այնտեղ Taylor Green-ն է դուրս գալիս, այսինքն Տրամպի էլեկտորատն էլ է բաժանվում։ Այսինքն այստեղ են պուտինիստները, որոնք միանգամից դարձան տրամպիստներ, ամեն ինչ փլուզվեց եւ դարձան նույն են լեյտենանտ Շմիդտի որդիների միանշանակ շատ բարդ կարգավիճակում են եւ իդեպ Ռուսաստանում էլ ես կարծում եմ ժամանակը մոտենում է, որ այդ անկորեջի ոգին, որ Լավրովն ասում է, կարծես դավաճանվել է, դա գալու է, այդ պայքարը սրվելու է եւ հենց դա է Հայաստանի համար առավել բարդ։ Գիտեք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, խաղաղության խաչմերուկ, թող բոլորը գան, անցնեն, հիմա դրա ժամանակը չի։ Հակառակը, հիմա Եվրոպա-Ռուսաստան սեպն է խրվելու, ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, իրենք պայքարում են հենց այս տարածաշրջաններում եւ մենք պիտի պատրաստ լինենք, այո, ցանկացած սցենարի, ես հիմա երկար չեմ կարող բացել փակագծեր, այսպես ասել, Իրանում հնարավոր սցենարների մասին, վատագույնը կլինի սեպարատիստական ինչ-որ շարժումները։ Դա իհարկե իդեպ հետաքրքիր է, իմ կարծիքով նախագահ Տրամպը սխալ, եթե թույլ կտակ ասել, այսպես քաղաքականություն է վարում, նա այդպիսով միավորում է Իրանի բնակչությանը, ինչու որովհետեւ նրանք ասում են, հա մենք չենք սիրում այաթոլլային ներողություն, այսպես պարզ ասեմ, բայց ինչա Իրանը մասնատում են, օրինակ։ Այսինքն Իրանը սիրում ենք։ Բայց Իրանը սիրում ենք։ Լավագույն սցենարը դա կլինի եւ իդեպ Հայաստանը ինչով է լավ դիրքերում, այստեղ Մոսադի գործակալներ չկան, մեզ մեղադրանքներ չեն հնչեցվել, որ մեր տարածքով ուրեմն Իսրայելը ինչ որ գործողություններ է իրականացնում, այո, Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է, դա որը մեկի համար գաղտնիք չի, Հայաստանի հետ կապված այստեղ հարցեր չեն կարող լինել, այլ հարցը կրկնեմ, վատագույն սցենարը մասնատումներն են, վատագույն սցենարը, որ ռեժիմը մնա կաղապարվի, լավագույնը, որ ներսում տեղի ունենան փոփոխություններ, ռեֆորմիստների տեսքով շահի որդին ես ռեալ չեմ համարում։ Կառավարելի։ Եվ այստեղ Չինաստանն է հայտարարել, որ պատրաստվում է հրթիռներով աջակցել, ես կարծում եմ ԱՄՆ-ն կարող է այդ ճանապարհը փակել։ Տեսեք, այստեղ նավթի գների խնդրի մասին մենք կարող ենք խոսել, առաջիկա 1 ամիս կարևոր է լինելու Տրամփ-Սի հանդիպումի հետ կապված եւ կարծում եմ այս շաբաթ արդեն ակնհայտ կլինի Տրամփը ինչ է որոշել Իրանի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Հարցում մենք տեսնում ենք, որ Իրանի պատերազմը անխուսափելիորեն այսպես կրկոտ արձագանքներ է գեներացնում Հայաստանի ներսում, նաև կարծում եմ դրան պետք է անդրադառնանք, ինչ եք տեսնում, ամենայն դեպս այն, որ բոլոր այդ պուտինիստ շրջանակները միանգամից դարձել են իրանասեր, չէ, որում չափից ավել, մենք էլ ենք սիրում Իրանին, այո,
դա երկիր քաղաքակրթություն է, հարգանքի արժանի, բայց այն ինչ կատարվում է, որոշակի զսպվածություն է պահանջում մեր պետությունից, մինչդեռ այս մարդիկ ինչ-որ ավել բան են ուզում, համեցեք։ Դե ակնհայտ է այդ շրջանակը պատերազմ Հայաստանի Հանրապետությանը հնարավոր բոլոր ու անհնար մեթոդներով տուրբուլենտ իրավիճակների մեջ ներքաշել։ Եվ այդ իրավիճակներում սեփական քաղաքական շահերը որոնելը, գտնելը, դրա վրա ձեռքեր տաքացնելը։ Նպատակը այդ շրջանակի պարզը ակնհայտ է, այդ նույն շրջանակն է, որ Հայաստանի Հանրապետության շահն ու տեսլականը մի կողմ դրած Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շահերն է փնտրում տարածաշրջանում։ Հիմա այդ համատեքստում կա շրջանակ, որ անգամ պատրաստում է Իրան զորք ուղարկի եւ այդպեսի պնդումներ էլ կա, եկեք զորք հավաքենք, չգիտեմ ինչ-որ մի հատ գումար տակ կազմենք, գնանք Իրանը փրկենք։ Տավտալոգիայի ժանրից է, էլի սա իրականում։ Այդ նույն շրջանակի հետ փայլուն հակազդում է այդ շրջանակին եւ իրեն զգում է այնպես ինչպես ձուկը ջրում օրվա իշխանությունը։ Ինչ ա եղել։ Պատերազմի մունետիկներին հակադրում է խաղաղության օրակարգը, խաղաղության խաչմերուկը, թրիփը եւ այս համատեքստում փորձում է իրավիճակի վրա լղոզող էլի այսպես պատկեր ստեղծել ու հանուն արդարության պետք է ասենք, որ իր օրվա իշխանությունների մոտ ստացվում է։ Բայց այ խնդիրները Իրանից եկող եւ Իրանի պատերազմից բխող խնդիրները որքանով է լրջագույնս Հայաստանի Հանրապետության ներսում քննարկում, սա կարծում եմ մի մասը փակ է, մի մասը ուղղակի երևի թե չի էլ երևում։ Փակ է անվտանգության խորհրդի նիստերի շրջանակում տեղի ունեցած քննարկումների արդյունքում թե ինչ է պետությունը մտածում դրա ուղղությամբ, հատկապես սպասվելիք փախստականների հոսքը կառավարելի դարձնելու հարցում մեր հիմնական սպառնալիքը դա կարող է լինել։ Վերջացրած Իրանում իշխանության փոփոխությամբ, այդ նոր իշխանության հետ կամուրջներ գտնելով կամ այս իշխանության հետ հարաբերությունները պահպանելով Ադրբեջան-Իրան հարաբերությունները, սա փակ մասն է։ Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր կլինի Իրանի մասնատումը եւ այդ սեպարատ գործողությունները, որ կարող են այնտեղ լինել, եւ շատ ավելի վտանգավոր կլինի, եթե այդ գործողությունների արդյունքում հազարավոր, տասնյակ հազարավոր փախստականներ ուղղակի դուրս գան Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Այս ուղղությամբ պետք է մտածենք եւ որևէ պարագայում ներսում ինչ որ խամաճիկային քաղաքական շրջանակների թույլ չտանք Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ մխրճվել եւ սեպ դառնալ այդ հարաբերություններում կամ հակառակը։ Իրադարձությունների հետագա զարգացմանը պետք է հետևել, իհարկե մեզ համար հրաշալի տարբերակ կլինի Իրանում իշխանության փոփոխությունը, ավելի դեմոկրատական, քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվող, ժողովրդավար Իրանի իբրև ունենալը, սա կլինի փայլուն տարբերակ, բայց կգնա այդ ուղղությամբ թե չի գնա ժամանակը ցույց կտա, կապրենք կտեսնենք այո։ Դե ինչ էլի որպես մասնակից իմ կարծիքն էլ ասեմ, նախ եւ առաջ այո մեզ ձեռնտու է որ process-ներն այնտեղ ընթանան որքան հնարավոր է արագ, որովհետեւ եւ դա լավ է թե Իրանի հարևանների համար, թե հենց իր Իրանի համար եւս, որովհետեւ յուրաքանչյուր օր հավելյալ այս պատերազմի դա ավերածություններ է Իրանի համար եւ դժվարություններ ապագա Իրանի համար։ Խամենեի մահվանից հետո այնպես ինչպես Ստալինի մահվանից հետո, որ նույնիսկ եթե համակարգը չի փոխվում, այնուամենայնիվ երկիրը չի կարող չփոխվել։ Որքան էլ որ իր որդին է այնտեղ, բայց ես չեմ կարծում, որ նա այսպես նույն դերակատարումն ու նույն կշիռը կունենա, ինչ իր հայրը։ Հայոց քանի օր կմնա այս։ Եվ նույնիսկ օրերի մասին ենք խոսում, ամենայն դեպս նա հիմա դարձել է թիրախ համար 1։ Ընդ որում նա չունի այն ասկետի համբավը, որը պատշաճում է այդ պաշտոնին իր կողմից զբաղեցրած, դրա մասին այդ սկանդալային հրապարակումներ կան, ընդ որում դրա մասին իրանական հասարակության լայն շրջանակներն են տեղյակ, բայց դա թողենք Իրանին, մեր խնդիրը ո՞րն է այստեղ։ Այո, ամեն գնով անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը հարվածի տակ չդրվի։ Եվ ջարդել ուղղակի նրանց թևերը, որ անում է դրա ուղիղ հակառակը մեր ներսում։ Դա մեկ։ Երկրորդը, այս հնարավորությունը օգտագործել արագացնելու
այդ process-ը, որը մենք ունենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իշահ մեզ։ Այդ հնարավորությունն այսօր քանի պատերազմը շարունակվում է մեզ համար, այնուամենայնիվ եկեք խոստովանենք, որ բացվում է։ Եվ երրորդը, ես հասկանում եմ իշխանության տրամաբանությունը, թե ինչու, ասենք, Փեզեշքյանին նամակ գրեց Փաշինյանը ցավակցելով զոհերի այդ կապակցությամբ, թե ինչու այդ Մոջթաբա Խամենեին, որին իրանցիներն էլ մի անգամ չեն տեսել, ասենք ճառասելուց։ Նա իսլամական իրավունքի դասախոս է համալսարաններից մեկում։ Բայց շնորհավորում է դե հարևանը։ Կունենակ ուրիշ ղեկավար, ուրիշին կշնորհավորի։ Դա այդ տրամաբանությունն էլ է միանգամայն հասկանալի, բայց ես կարծում եմ սրանք ֆորմալ խնդիրներ են եւ ֆորմալ քայլեր են, որը, ասենք, որևէ բանով չի պարտավորեցնում, բայց կարող է պարտավորեցնել Իրանի օրվա իշխանությանը կամ որոշում ընդունողներին, որոնք արդեն ապա կենտրոնացել են, այնուամենայնիվ Մոջթաբայով, բայց ռեալ իշխանությունն այսօր կորպուսի Սեփահի ձեռքում է։ Կարող է այն միատար չէ, բայց այնուամենայնիվ այդ շրջանակն է այսօր որոշում ընդունում, այո, եւ հանում նրա, որ Հայաստանը հարվածի տակ չհայտնվի, ինչ որ ռևերանսներ ֆորմալ, պրոտոկոլային միանգամայն հասկանալի են, քանի որ այլ բան մենք այլ քաղաքական ռեսուրս չունենք, բայց սրանից չպետք է հեռու գնացող ինչ որ եզրակացություններ արվեն, կամ ոգևորվեն, կամ ինչ որ են օրնիտոլոգիական ծագումնաբանությամբ խմբերն էլ, ասենք, զորքերով ուզենան գնան արծիվները գնան այնտեղ կռվեն։ Այսքանը Արման համեցեք։ Ես կուզեի մենք ընդհանրապես նաև քննարկեինք Իրանի նկատմամբ ձևավորված ծոցի երկրների, ինչպես նաև միջազգային հանրության կուտակված հարցերը, որոնց հիմքում միջազգային իրավունքի սուբյեկտ երկրի, ՄԱԿ-ի անդամ երկրի, մեկը այլ ՄԱԿ-ի անդամ երկրի ուղղակի գոյության հետ անհաշտ գտնվելն էր։ Եթե դու ճանաչում ես քո գոյության իրավունքը եւ ՄԱԿ-ի անդամակցության ՄԱԿ-ի Միացյալ Ազգերի կազմակերպության անդամ երկիր ես, դու չես կարող օրինակ Իսրայելի մահը ուզել կամ Միացյալ Նահանգների դա դարձել գաղափարախոսություն, որի վրա կառուցված է քո ամբողջ պետական համակարգը։ Այստեղ մեր համակրանքները եւ մեր վերաբերմունքներն էլ պետք է որոշակի նաեւ քաղաքական բնավորություն եւ տեսք ստանան։ Սա չափազանց եւ ողնաշար եւ որքան էլ իհարկե մենք Իրանի հետ ունենք պատմականորեն եղբայրական նույնիսկ հարաբերություններ, բայց այս իրողություններին չենք կարող այդպես աչքերը փակել, որովհետեւ դրանք կան եւ նույն միջուկային զենք ունենալու Իրանի մղումները եւ Պակիստանի մղումները ամբողջությամբ տարբեր են։ Պակիստանի հետ մենք տևական հարաբերություններ նույնիսկ չենք ունեցել, բայց Պակիստանը որևէ երկրի մահ գոնե իր հրապարակային դրսևորումներով երբեք չի առանձնացել եւ սա չափազանց կարեւոր է։ Ես շատ պիտի ուզեի, որպեսզի մենք, քանի որ խաղաղության մասին խոսեցինք եւ անվտանգության մասին խոսեցինք, եւ նաեւ խոսում ենք հնարավոր զարգացումների մասին, որ կարող է այս պատերազմը առաջ բերել։ Առանց ներքին ամրության, առանց ինստիտուցիոնալ կարողություններ ստեղծելու, առանց դիմակայուն հասարակություն ունենալու, դիմակայուն պետական ինստիտուտներ ստեղծելու, մենք այդ արտաքին սպառնալիքներին դիմակայելու շատ քիչ հնարավորություն կունենանք։ Ընդհանրապես արտաքին սպառնալիքները այնքան են, որքան մեր ներքին ուժերը
թույլ են տալիս։ Որքան մենք թույլ ենք ներսից, այնքան արտաքին սպառնալիքները ավելի ուժգին են։ Եվ այս իմաստով նաև այս ընտրությունները եւ այս ընտրություններին այս պատրաստվելու շրջանը կարևոր է ցույց տալու, թե մենք որպես պետություն որքան ենք ուժեղ։ Եվ այս ընտրությունները նաև ավելի դիմադրողունակ պետություն դարձնելու գոնե պիտի միտված լինեն Հայաստանը, որպեսզի այդ բոլոր ռեգիոնալ հնարավոր զարգացումները իսկ անկախ պատերազմի ելքից, ինչպես դուք իրավամբ նշեցիք, դրանք անխուսափելիորեն ծագելու են, նույնիսկ եթե ռեժիմը մնա, ռեժիմը գնա, մենք չգիտենք ինչ զարգացումներ կլինեն, միևնույն է դրանք հետևանքներ են ստեղծելու ամբողջ ռեգիոնի համար եւ Կովկասի համար ամբողջությամբ եւ Հայաստանի համար մասնավորապես։ Մենք տեսնում ենք, որ ինչ որ տրամադրություններ են փորձում Իրանի ներսում գեներացնել Հայաստանի դեմ։ Փորձել ենք դրա հետքը փնտրել Ռուսաստանում, ադրբեջանաբնակ շրջաններում։ Ռուսաստաններում։ Որտեղ իդեպ ադրբեջանական շրջաններում երբեք հակահայկական այսպես տրամադրություններ չեն եղել, հակառակը հայկական եկեղեցիների համայնքի շատ ներդաշնակ գոյություն ենք ունեցել մենք։ Եվ մենք տեսնում ենք, որ հակաիրանական տրամադրություններ են փորձում այստեղ սերմանել եւ հակահայկական տրամադրություններ Իրանի ներսում, որովհետեւ այլ միջոցներ ռուսների ձեռքում արդեն չի էլ մնացել։ Ուրեմն այս պատերազմից գոնե թշնամանք կարողանան ստանալ։ Այստեղ իհարկե զսպվածությունը չափազանց կարևոր է եւ ես պիտի ասեմ, որ Հայաստանի իշխանությունները շատ ճիշտ վարվեցին Խամենեի առիթով այդ միջոցառումներին չմասնակցելը չափազանց կարևոր էր, որովհետև բայց ցավակցությունը անհրաժեշտ է նամակով Փեզեշքյանին, այո, բայց առաջիկայում պետք է հասկանալ նաև թե ովքեր են ընդհանրապես ի վիճակի ներկայացնել Իրանը Փեզեշքյանի վերջին հայտարարությունից հետո եւ նրա կողմից այդ ներողության խոսքը հարևան բոլոր երկրներին կես ժամ ուղղակի արժեք չունեցավ եւ դա էապես նսեմացրեց ընդհանրապես նախագահի ինստիտուտը Իրանում։ Իհարկե մենք գիտենք, որ այդ ինստիտուտը ոչինչ չի իրենից ներկայացնում, բայց պատերազմի պայմաններում դա կարող էր իրապես շատ կարևոր այսպես նշանակություն ստանալ եւ օրինակ Հայաստանի պարտները Հայաստանի առաջնորդի պարտները այս իրավիճակում Իրանի քաղաքական վերնախավում ով է եթե Փեզեշքյանը այլևս չի ներկայացնում կամ այդ կշիռը չունի, այդ արժեքը չունի։ Իսլամական այդ հեղափոխության պահապանների այդ կորպուսը ոչ ոք չգիտի դա ինչ տեսք ունի եւ ինչ սուբորդինացիա, ինչ հիերարխիայի մեջ է։ Եվ այստեղ իհարկե բազմաթիվ հարցեր են ծագում եւ չափազանց կարեւոր է, որպեսզի Հայաստանը մաքսիմալ փորձի չնայած զբաղվածության, չնայած ահռելի ուշադրության կենտրոնացման Միացյալ Նահանգների, մեր մյուս գործընկերների հետ մենք շարունակենք հարաբերությունները հասկանալու թե ինչպես պետք է նաև կարողանանք կառավարել կոնֆլիկտը եւ ձեռք բերված համաձայնությունները Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մեր գործընկերների հետ հիմա առաջիկայում Եվրամիության գագաթնաժողով է այստեղ ծրագրվում։ Մենք չգիտենք պատերազմը որքան է ձգվելու եւ արդյոք Հայաստանը օրինակ այդ իմաստով կարող է այդ մասշտաբի միջոցառում ընդունել լինելով Իրանի հարևան երկիր։ Այս հարցերը չափազանց կարևոր են եւ առանց մեր իրական գործընկերների հետ մշտական կապի, իսկ իրական գործընկերները հաստատապես հյուսիսում չեն, դրանք արևմուտքում են, Ֆրանսիայի հետ, կարծում Հնդկաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ պետք է շատ ավելի ինտենսիվ շարունակել շփումները, որտեղ առաջ են գալու նոր տնտեսական
խնդիրներ, նավթի գների հետ լոգիստիկ խնդիրներ, swap համակարգը հիմա այլևս չի գործում, մեր ամբողջ պարենը արդեն թանկացումներ ունենք խանութներում, պիտի հասկանանք ինչպես ենք այդ բոլոր խնդիրներին ուրեմն լուծում գտնում։ Դրանք օբյեկտիվ հարցեր են, որոնք գոյություն ունեն, շատերը առաջ են գալու առաջիկայում, ավելի են մեծանալու այդ խնդիրները եւ այս նախընտրական, այս պատմական, ճակատագրական փուլում ավելացնելու են հարցեր, որոնք անպատկերացնելի էր, որ կարող է, ասենք 10 օր առաջ մենք դրանց առերեսվեինք։ Եվ այստեղ չափազանց կարևոր է նաև քաղաքական ուժերի, հասարակության, այսպես ներդաշնակ ընկալումը այս իրողություններին եւ պատրաստ լինել ավելի երկարաժամկետ ուրեմն զարգացումների, որոնք հնարավոր չէ այս պահին նույնիսկ պատկերացնել ինչ ընթացք կստանա։ Դավիթ, եւ ձեզանով էլ եզրափակենք, փաստորեն սա մի հարց է, որը պահանջում է գնահատականներում, որ մենք զերծ լինենք, այսպես ասենք, ֆուտբոլային երկրպագուի սինդրոմից, հա, ինչը, ասենք, ցանկացած հանրային գիտակցությանը սովորաբար բնորոշ է, հա, լավ տղան սրանք են, վատ տղան նրանք եւ այլն, մանավանդ Հայաստանի պարագայում մի փոքր երկիր, որը ազդեցություն չունի այս կոնֆլիկտի վրա, բայց կարող է այս կոնֆլիկտից մեծապես ազդվել, ընդ որում նույնիսկ էգզիստենցիալ մակարդակի, եթե իրեն սխալ դիրքավորի։ Համեցեք։ Մի քանի նկատառում, իրականում Իրանում կատարվողը շատ կարևոր է։ Իրականում Իրանում կատարվողը այս կամ այն սցենարի դեպքում, եթե ամեն ինչ գնա ամենանեգատիվ դեպրեսիվ սցենարով, սա լուրջ գոյաբանական մակարդակի մարտահրավեր է բոլոր հարևան երկրների համար եւ Հայաստանը այստեղ բացառություն չէ։ Դա ենթադրում է, որ ռեժիմը պահպանվում է։ Ես հիմա դա ասել եմ բան Պողոսյան։ Երկու սցենար եմ ընդհանրապես տալիս, ամենալավագույնը եւ ամենադեպրեսիվը։ Իրականում, եթե մենք փորձենք շատ խոր ուսումնասիրել, սցենարները կարող են տասնյակ լինել։ Դրա ժամանակը չունենք։ Մոդիֆիկացիաներով, բանով, իհարկե։ Ամենալավագույն սցենարը մեզ համար, եթե Իրանում շուտափույթ իշխանապահություն է տեղի ունենում, կղերապետությունը փլուզվում է եւ ստեղծվում է ժողովրդավարական իշխանություն։ Սա մեզ համար ուղղակի նվեր է լինելու։ Բոլոր ակումբներով, այդ թվում նաեւ նրանով, որ մենք Ռուսաստանի հայկական հակակշիռը ստանանք տարածաշրջանում, ինչը մեզ համար շատ կարեւոր է։ Այդ թվում նաեւ տնտեսական առումով։ Ամենադեպրեսիվ սցենարը դա Իրանի սիրիացումն է։ Այն կարող է տևել տարիներով։ Հեզբոլլահներ, համասներ, թուրքոմաններ, ադրբեջանցիներ, քրդեր, բելուջներ, այո։ Մենք գտնվում ենք շատ վատ տարածաշրջանում այդ առումով, սա ամենադեպրեսիվ սցենարն է, ես նույնիսկ չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչով կարող է սա ավարտվել մեզ համար։ Հուսանք, որ դա տեղի չի ունենա։ Ինչի վրա ես ուշադրություն կդարձնեի, Իրանը մեզ համար դաս եղավ, որն է այդ դասը։ Մենք ունենք մեր տարածքում 102 ռազմաբազա։ Մեր հասարակությունը էմոցիոնալ մակարդակով շատ դեպքերում պահանջում է, որ մենք այստեղ ունենանք ամերիկյան ռազմաբազաներ, ֆրանսիական ռազմաբազաներ։ Այսինքն լուծումը բազան է, փրկիչներ։ Սա էմոցիաներ են։ Իրանը ցույց տվեց, որ նույնիսկ ամերիկյան ռազմաբազան դա փրկություն չէ։ Դա ոչ միայն փրկություն չէ, դա թիրախ է։ Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, այդ թվում նաև ես, որ Դուբայը կարող է թիրախ դառնալ։ Որ արաբական Միացյալ Էմիրությունները կարող են թիրախ դառնալ։ Իրենք թիրախ են դարձել այն պատճառով։ Այո։ Ну, իմ համար կոնկրետ էմիրություններն են։ Ես միշտ մտածում եմ, որ դա չափազանց նույնիսկ ներդրումային առումով ապահով երկիր է։ Բայց Քաթարը Համասի հովանավոր երկիր է։
Դրա համար Կատարի մասին չենք խոսում։ Դրա համար խոսում ենք Էմիրատների մասին։ Իրանի Դրա համար Էմիրատների մասին ենք խոսում։ Համասի։ Իդեպ այսօր Միացյալ Նահանգները եղբայր մուսուլմաններին հայտարարել են որպես առանձնակի տերորիստական Ինչ եմ ես կազմակերպություն։ ուզում ասել, պարոն Մեհրաբյան, ես դա միշտ պնդել եմ եւ հիմա երկու անգամ ավելի պնդելու, որ մեզ պետք չեն օտար ռազմաբազաներ։ Եվ ռուսական, եւ ամերիկյան, եւ իրանական։ Մեզ պետք չէ։ Միակ Հայաստանում ներկա ռազմական ուժը դա պետք է լինի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Դա բոլոր առումներով ամենաապահով սցենարն, ինչը վերաբերվում է զինված ուժերին։ Եվ երրորդ հանգամանքը շատ է չէ խոսվում, որ այդ ձեր ասած հայտնի ուժերը լեյտենանտ Շմիդտի զավակները, որդիները շատ են չէ ասում, մեզ պետք են երաշխավորներ։ Մեզ պետք երաշխավորներ, հա։ Ռուսաստան, Չինաստան, Իրան, ես չգիտեմ, չէ։ Նախ ամենակարևորը այդ նույն ուժերը ասում են, որ աշխարհակարգը փլուզվում է։ Եթե աշխարհակարգը փլուզվում է, ստեղծվում է նոր աշխարհակարգ, պետք է հասկանալ, որ այդ նոր ստեղծվող աշխարհակարգում երաշխավոր ինստիտուտ գոյություն չունի։ Այո։ Անվտանգային երաշխավոր ապրիորի գոյություն չունի այսօր։ Հետևաբար դա ռուդիմենտ է միջազգային հարաբերություններում այս բան խոսել այդ մասին նոր աշխարհակարգը իր երաշխիքներով միգուցե երաշխավորներով միգուցե ես չգիտեմ դա երբ կլինի այսինքն խոսել այդ մասին նշանակում է տարապել քաղաքական պոպուլիզմով խաբել մարդկանց կամ խափնվել ինքդ ես չգիտեմ ինչն է ավելի վատ քաղաքական ուժի համար եւ վերջում ամենակարևորը ըստ իս սա մենք խոսում ենք լոկալ խնդիրների մասին որ այդ իրանյան խնդիրը կարող է տալ մեզ համար հետևանք հա հիմա գլոբալը ես շարունակում եմ վստահ լինել ես վստահ եմ այդտեղ այս հարցում որ Իրանում այս պահին մեծ հաշվով պատերազմ է գնում Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սա մեծ պատերազմ է գլոբալ կոնֆլիկտ է գլոբալ հակամարտություն է սա առևտրային պատերազմների շարունակությունն է սա Վենեսուելայի Լիբանանի Սիրիայի շարունակությունն է հիմա հերթը հասել է այդ հրապարակը հա տարածքը որտեղ պատերազմը գտնում է հակամարտությունը դա Իրանն է հետեւապես մենք պետք է հասկանանք մեկ բան մենք պետք է տեղավորվենք այսօր գոյություն ունեցող համակարգում աշխարհակաղակական կոորդինատների համակարգում այնպես որպեսզի մեր շահերը նույնական լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի հետ սա մեզ համար ոչ թե սա մեզ համար հրամայական է մենք ես չեմ ասում դա լավ է թե վատ է մենք չունենք այլ ընտրանք այսօր խոսել Ռուսաստանի մասին խոսել Իրան Ռուսաստան չգիտեմ ինչ որ բևեռներ են գծում գծեր են տանում հա սա քաղաքական տհասություն է կա Ամերիկայի Միացյալ Նահանգներ կա Դոնալդ Թրամփ որը գնալու է Պեկին ապրիլին եւ հանդիպելու է Սի Ցզինպինի հետ եւ կա տրամաբանություն համաշխարհային այս մարդը կառուցում է այսօրվա դրությամբ տրամաբանություն եթե մենք օգոստոսի 8 չունենայինք մենք կարող ենք այս պահին սյուլիկ չունենայինք այո կարող ենք սա հնարավոր է մենք ոտատակում լինենք այո այն ինչ որ իրենք ասում են չէ բա գնացին եվրադիտորդներին բերեցին այստեղ սարքեցին Հայաստանը գերտերությունների հակամարտության բախման օջախ շարլատանություն իհարկե դուրս կան այդ նույն ուժերը քննադատում էին Փաշինյանին ասում էին այս եվրոդիտորդներին հանում եւ հիմա ոչ պատահականորեն ձեր նշած շրջանակների պարագլուխը երկրորդ նախագահ կոչվածը հայտարարում է որ պետք է Իրանին տեղեկացնել որ այդ տրիպը հետախուզական տեղեկությունների համար է Իրանի դեմ հետո ինքը Հայաստանն է պատերազմ էստի համեցեք հետո ինքը ասում է թարգմանում այս աստիճան այս ամբարոյականների այս որջը անպատկերացնելի է ես ուղղակի ավարտեմ հա այսինքն հետևելն է տրամաբանությունը մենք պետք է տեղավորվենք այս պարադիգմայում մենք տեղավորվել ենք եւ մենք պետք է հետևողական լինենք այս պահին սա է այդ հոսքը քաղաքական հզոր հոսքը սա է մենք հոսքից դուրս ենք մնում եթե մենք մնում ենք տեղավորվելու համար մեզ պետք է քաղաքական լայն համախմբում այդ օրակարգի շուրջ չի կարող մի քաղաքական ուժը եւ մի քաղաքական գործիչը իր վրա այդ ամբողջ բեռը վերցնել եւ պետության համար կենսական կարևորության գոյաբանական կարևորության այս հարցերի միայնակ եւ դառնալ թիախ մեր թշնամիների համար այո որտեվ վերացնում ես դրան ամբողջությամբ վերանում փուլա գալիս ամեն ինչ
Շնորհակալ եմ Լիլիթ, շնորհակալ եմ Հարություն, Արման, Դավիթ